Ինչ գիտենք մասոնների մասին։ Մասոնականությունը հասարակության ամենից շատ հետաքրքրող փակ կառույցներից է, որի մասին մենք այնքան էլ շատ տեղեկատվություն չունենք։ Ինչի մասին են լռում մասոնական գաղտնի կազմակերպության անդամները եւ ովքեր են նրանք։ Ինչու է նրանց գործունեությունը միշտ պատված գաղտնիքով եւ ամենագլխավորը, արդյոք ճիշտ է, որ նրանք վերահսկում են ամբողջ աշխարհը։ Իրենք մասոնները պնդում են, որ իրենց արգելված է զբաղվել քաղաքականությամբ, քննարկել իշխանությունների որոշումները եւ փորձել փոխել հասարակական կառուցվածքը։ Նրանք միայն պայքարում են հավասարության, արդարության, մարդկանց հոգեվոր զարգացման համար։ Հնարավոր է, որ դա այդպես է։ Այդ դեպքում ինչու են մասոնների օթյակներում տարբեր ժամանակներում հավաքվել բազմաթիվ ազդեցիկ եւ հարուստ մարդիկ։ Ամենաազդեցիկներից են ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնը, հայտնի ավտոարտադրող Հենրի Ֆորդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նավթային մագնատ Ալֆրեդ Նոբելը եւ շատ ուրիշներ։ Արդյոք նրանց բոլորին մտահոգել է մարդկանց հոգեվոր զարգացվածությունը, թե իրականում մասոնական օթյակները ստվերային համաշխարհային կառավարություն է, որը ղեկավարում է աշխարհը։ Եթե դա այդպես է, ապա ինչ որոշումներ է այն կայացնում եւ ինչի վրա կարող է ազդել։ Այժմ ավելի հաճախ են հնչում փորձագետների կարծիքներ այն մասին, որ բոլոր երկրներում իշխանությունների ընտրությունների ելքը որոշում են ոչ թե քվեաթերթիկները, այլ գաղտնի հասարակության անդամները։ Ովքեր են մասոնները եւ ինչու ճակատագրական քաղաքական շատ որոշումներ կայացնում են մի խումբ մարդիկ, որոնք համատեղելիությամբ մասոնական կազմակերպությունների անդամներ են։ Ընդ որում նման ազդեցիկ մարդկանց թիվն ամենաշատը ԱՄՆ-ում է։ Այս երկրի շատ նախագահներ ու փոխնախագահներ եղել են մասոններ կամ գաղտնի կապ են պահպանել նրանց հետ։ Միակ նախագահը, որը մարտահրավեր նետեց նրանց, սպանվեց։ Մեզ շրջապատում է անողոք դավադրության աշխարհը, որն իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար հենվում է գաղտնի միջոցների եւ ահաբեկելու վրա։ Այդ համակարգն ունի մարդկային եւ նյութական հսկայական միջոցներ։ Նրանց գործունեությունը գաղտնի է եւ քողարկված։ Սա Ջոն Քենեդիի խոսքն է, ուղերձ մարդկությանը կոչվող ելույթում, որն այդպես էլ չի ցուցադրվել հեռուստատեսությամբ եւ չի հրապարակվել զանգվածային տեղեկատվության միջոցներում։ Իր կարճ ուղերձում ԱՄՆ-ի նախագահը խոսել է գաղտնի կազմակերպությունների դեմ պայքար սկսելու մասին, որոնք ցանկանում են ոչնչացնել ազատ աշխարհը, հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս ուղերձին հավանաբար ոչ մեկը երբեք ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ մեկ փաստ։ Ուղիղ 10 օր անց Ջոն Քենեդին սպանվեց։ Միգուցե դա հերթական համընկնում է, սակայն որոշ փորձագետներ համոզված են, որ նախագահին սպանել են մասոնների հրամանով։ Մասոնների ամենագլխավոր էությունը անտեսանելի հրամանատարների սկզբունքն է, որին առանց հակաճառության հպատակվելու երդում է տալիս ցանկացած մասոն։ Այլ խոսքով, հիերարխիայի ցանկացած աստիճանում մասոնը երբեք ճշգրիտ չգիտի, թե ինքը կառավարման որ մակարդակում է գտնվում։ Նրան միայն հայտնի է, ով է իրենից մեկ մակարդակ ցածր, ով բարձր։ Մասոնական օթյակների առաջին աստիճաններում համաշխարհային դավադրությունների մասին խոսք չի կարող լինել, իսկ նորընտիր մասոններին նման պատմությունները հեքիաթներ են թվում։ Նրանք չեն կռահում, թե ինչպիսին է մասոնական կառավարության իսկական կառուցվածքը։ Ղեկավարներն էլ նրանց ասում են, որ իրենք ունեն սեփական դերակատարում եւ ազնիվ նպատակ։ Մասոնների գործողությունների թվում կան նաև 1-2 դրական շտրիխներ։ Դա անհնար է հերքել։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մասոնականության ստորին աստիճաններին հայտնվում են տաղանդավոր մարդիկ, որոնք ցանկանում են իրագործել իրենց գաղափարները։ Օրինակ, մարդու իրավունքների գաղափարը ձևակերպել են մասոնները։ Ցավոք այժմ նրանք այն կիրառում են աշխարհի երկրների ներքին գործերին միջամտելու եւ համընդհանուր խաբեության համար, գրում է հոդվածագիրը։ Մասոններն իրենց դասում են էլիտային, իսկ մնացածներին համարում են անգետների ամբոխ։ Սակայն գործնականում նրանք մարդիկ են, որոնք հիմարացնում են։ Մասոնները միշտ գտնվում են սուտ գիտելիքների շրջագծում, հիմարների դերում։ Զուր չեն ասում, որ նրանց գերագույն առաջնորդը Լյուցիֆերը ստի եւ կեղծիքի հայրն է։ Մասոնականության բարձր մակարդակներում գտնվողների համար ստորին մակարդակներում կանգնածները ամբոխ են։ Դրա հետ մեկտեղ իրենք ավելի բարձր կանգնածների համար եւս չլուսավորված հիմարներ են։ Այդպես էլ կառավարում է սատանան անսահման ստի օգնությամբ, գիտակցության վրա ազդելով, ստի եւ բռնության միջոցով, նույնիսկ իրենց ծառայողների հանդեպ։ Փորձագետների գնահատմամբ
Մասոնների 90%-ը գրեթե ոչ մի պատկերացում չունի իրենց ղեկավարների քաղաքական խաղերի վերաբերյալ, որոնք հավանական է մեզ վրա փորձարկում են իրենց հոգեմեծ զենքը։ Եկեղեցին մասոնների մասին ասում է. նրանք գաղտնի կազմակերպություն են, որոնց խնդիրը երկրի վրա սատանային գահ բարձրացնելն է, երկրպագում են նրան գիտակցաբար, երկրի վրա նրա նպատակները սերմանելու համար։ Մնացած մարդկանց, որոնք գտնվում են մասոնականության շուրջ, նրանք պահում են մոլորության մեջ, իբրև թե իրենք երկրպագում են իսկական Աստծուն։ Իրականում դա այդպես չէ։ Դրանք մարդիկ են, որոնք գիտակցաբար ծառայում են սատանայական ուժերին, եւ նրանց բոլոր խորհրդանիշները, նախագծերը այսօր կյանքի են կոչվում։ Այժմ շնորհիվ ամերիկյան մեքենայի նրանք փորձում են կործանել իսլամը, ամբողջ արևելքը։ Իսլամական բոլոր կայուն երկրները նրանք ապակայունացնում են իսլամում քաոս սերմանելու համար, որից հետո միմյանց դեմ կհանեն քրիստոնյաներին եւ մահմեդականներին, կհրահրեն երրորդ համաշխարհային պատերազմ, գահ կբարձրացնեն սատանային, որին կներկայացնեն որպես Աստված եւ կարտաբերեն աստվածանարք խոսքեր։